կոճակի սեղմում, ես դուրս եկա համացանց կոչված սարդոստայնից։ Իրականում համացանցի դեմ ոչինչ չունեմ, իսկ սարդոստայն ասացի, որովհետև շատերի համար համացանցը նույնքան վտանգավոր է, որքան սարդոստայնը փոքրիկ թիթեռի։ Ուսումնական նոր տարվան ընթառաջ այսօր ես համացանցի միլիոնավոր օգտատերերից կառանձնացնեմ միայն երեխաներին եւ դեռահասներին։ Փաստ է, որ նրանցից շատերն են օգտվում համացանցից, հետեւաբար լուրջ պաշտպանության կարիք ունեն, քանի որ անհաշվելի են սպառնացող վտանգները։ Համացանցը բազում դռներ ունի, օգտակար, զվարճալի, վտանգավոր, սարսափելի։ Դռները շատ են, պետք է իմանալ, որը բացել։ Լուսինեի եւ նրա ընկերների պատրաստած սոցիալական գովազդը հստակ խնդիր ունի։ Իրենց նման հազարավոր հայ դեռահասների զգոնության կոչ անել եւ, ինչպես Լուսինեն է ասում, պատահած ամեն ինչի վրա քլիկ չանել։ Հետաքրքիր է իմանալ Լուսինեն այս ամենը, եթե մի խումբ մեծահասակներ չորոշեին օգնության ձեռք մեկնել։ Գուցե եւ կիմանար, բայց հաստատ շատ ավելի ուշ, իսկ թե ինչ կարող էր պատահել այդ ժամանակահատվածում, հայտնի է միայն Աստծուն։ World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցները, որոշելով հակահարված հասցնել համացանցային սպառնալիքներին, կազմեցին երեխաների առցանց անվտանգության ծրագիր, որի նպատակներն էին բարձրացնել երեխաների, ծնողների եւ ուսուցիչների համացանցից եւ բջջային հեռախոսներից անվտանգ օգտվելու իրազեկությունը եւ կանխարգելել համացանցի եւ բջջային հեռախոսների միջոցով սպառնացող վտանգները։ Այսօր, երբ իրականացված են ծրագրված բոլոր աշխատանքները, կազմակերպությունը սիրով տրամադրում է հաշվետվություն։ Ծրագրի տանող ուժն իհարկե դասախոսություններն էին, որոնք իրականացնելուց առաջ World Vision Հայաստանի նախաձեռնությամբ հրատարակվեց անվտանգ համացանց ձեռնարկը։ Երեխաների անվտանգ համացանց ծրագրի շրջանակներում նախ եւ առաջ պարզ դարձավ, որ չունենք հայալեզու համապատասխան ուսումնական ձեռնարկներ։ World Vision միջազգային կազմակերպության պատվերով ես ու կոլեգաս Արտակ Հարությունյանը ստեղծեցինք փոքր ձեռնարկ անվտանգ համացանց երեխաների համար եւ այդ ձեռնարկներն հենց դարձավ հիմնական աշխատանքային գործիքը երեխաների համար։ Եթե քաղաքամայր Երևանում կենսամակարդակն ու դեռահասների առօրյան շատ թեքիչ թույլ են տալիս տեղեկացված լինել համացանցային սպառնալիքներին, ապա մարզերում խնդիրն ավելի քան լուրջ է։ Այդ է պատճառը, որ Երևանից զատ դասընթացներ են կազմակերպվել նաև Թալինում, Ստեփանավանում, Ալավերդիում, Կապանում, Սիսիանում, Գյումրիում, Գավառում, Վարդենիսում եւ Տավուշում։ Ուշագրավ է, որ դպրոցականների պարագայում դասընթացները տարվում էին հավասարին սկզբունքով, որի օգնությամբ դեռահասները կարող են ստացված գիտելիքները փոխանցել իրենց հասակակիցներին, այլ կերպ ասած, շարունակել օգտակար տեղեկատվության տարածման գործընթացը։ Ինտերնետ վտանգի աղբյուր հանդիսանում է մարդը, պայմանական իրեն կարող ենք անվանել, ասենք, չարամիտ կամ չարակամ, որը ստեղծում է որևէ ծրագիր վնասակար, որն էլ հետագայում արդեն ինքը ձևակերպվում է որպես անվտանգության ծրագրային սպառնալիք։ Եվ երկրորդ խումբ վտանգները կարող ենք ձևակերպել ուղղակի որպես մարդկային գործոնով պայմանավորված վտանգներ, դա կարող է լինել, ասենք, խաբեություն, շանտաժ, անցանկալի բովանդակություն եւ այլն։ Այսինքն այնպիսի բան է, որտեղ հատուկ որևէ ծրագրային լուծում կոնկրետ չի պահանջում։ Այսինքն զուտ ինքը մարդն է եւ իր կատարած, այսպես ասենք, վատ գործերը։ World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության երեխաների առցանց անվտանգություն ծրագրի շրջանակում դասընթացներ են կազմակերպվել նաև ծնողների եւ ուսուցիչների համար, ինչպես նաև ստեղծվել է երեխայակենտրոն եւ մատչելի վեբկայք www.safeinternet.am, որը հենց ձեզ համար է երեխաներ։ Կայքի միջոցով դուք կարող եք բազմաբնույթ տեղեկատվություն ստանալ, հաղորդակցվել եւ համացանցից սպառնացող ցանկացած վտանգի դեպքում անմիջապես ահազանգել եւ ստանալ մասնագիտական աջակցություն։ Մեզ մոտ շատ ավելի տարածում ունեն համացանցից վեճերի տեղափոխումը հարթություն, այսինքն երեխաների նկատմամբ բռնության սպառնալիքների կիրառում ինչպես համացանցում, այնպես էլ հետագայում դրա տեղափոխումը ռեալ հարթություն, որտեղ արդեն վտանգները, հասցված վնասվածքներ եւ այլն ոչ միայն հոգեբանական կարող են լինել, նույնիսկ մենք կարող է դեպքերի տեղյակ լինենք, որ բան ավարտվել է նույնիսկ ողբերգությամբ, ընդհանրեն Ադնակլասնիկի ռու սոցիալական կայքում մեկ վիրավորական խոսքից հետո մեկ անչափահասակվեց կյանքից, մյուսները իրենց ազատությունից։ Եվ երրորդ ամենատարածված վտանգը անցանկալի բովանդակության տարածումն է եւ երեխաների ներգրավում այնպիսի աշխատանքներում, որում իրենք չպետք է ներգրաված լինեին։ Համացանցը 21-րդ դարի մարդու կենցաղի, ուսման, աշխատանքի, ի վերջո ապրելակերպի անբաժանելի մասնիկն է։ Այս դպրոցականներից շատերի կարծիքով այն օրը, երբ կվերանա համացանցը, մարդիկ կվերադառնան նախնադար։
Դասախոսություններ, վեբկայք, ուրախ ձեռնարկներ։ Այս բոլորն արել ու շարունակում են անել իրենց գործը, իրազեկել երեխաներին ու նրանց ծնողներին համացանցում դարանակալած վտանգների մասին ու այդպիսով պաշտպանել նրանց։ Հայ մայրիկի համագործակցությունը World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության հետ հնարավորություն կտա առաջիկայում բարձրաձայնել հրատապ ու խիստ հետաքրքիր թեմաներ։ Սպասեք նորությունների։